այդ նույն ամբիոնից կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը ասաց, որ արդեն իսկ շատ արագությամբ Դաշնակցության կուսակցության ներկայացուցիչներով, մտահոգ բոլոր ուժերով մենք ձևավորել ենք արդեն աշխատանքային խումբ եւ մենք անմիջապես, եթե կուզենաք դուք էլ մասնակցեք այդ խմբին։ Ու մենք բազմիցս արձագանքել ենք, ինչ եղավ այդ աշխատանքները։ Մեզ աշխատեցնել չսովորեցնեք։ Այս մեկը մենք գիտենք։ Հաջորդը, իհարկե մենք ամեն ինչ անելու ենք։ Բազմաթիվ մի քանի տասնյակ ընտրական գործընթացներին մասնակցած փորձառումات, ասեմ ձեզ, որ հետընտրական ընթացքներում Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բողոքարկման փուլերով ոչինչ փոխել չես կարող ընտրական հետընտրական process-ներով եւ ընտրությունների վրա ազդեցություն ունենալ չես կարող։ Սա միֆ է։ Եւ երրորդը, ես ձեզ ասում եմ, ցուցակները եւ գրանցամատյանները դրանք տարբեր բաներ են։ Քանի որ անձի հաստատող որպես փաստաթուղթ չէ, նույնականացման քարտը, չկա հասցե, չկա դրոշմակնիկ, ուստի եւ մենք պարտավոր ենք ունենալ այդ գրանցամատյանները։ Ես ձեզ աշխատել կամ գործ կատարել չեմ սովորեցնում, ընդամենը փաստը արձանագրում եմ, որևէ քայլ 5 ամիս առաջ դուք չեք իրականացրել։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը ինչ է հայտարարել, ինչ խումբ կա, ես անձամբ տեղյակ չեմ եղել եւ որևէ նման քննարկումների չեմ մասնակցել, անձամբ ես։ Չգիտեմ, գիտեք ինչ, կարելի էր նաեւ մասնակցել, կարելի էր գնալ աշխատել։ Ես տեղյակ չեմ եղել, նորից եմ նշում, մեր հանձնաժողովում նման խնդիր քննարկման առարկա չի դարձել։ Նորից այս ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, խնդիրը դարձել է մեր հանձնաժողովի քննարկման առարկա պարոն Ուրիխանյանի նախաձեռնության շրջանակներում։